Հապարտեր աստվածօգնական նախշաշ տոնականում որից հնարավորության համար, որտեղ իրականում միջոցառումներից հետո ոտքի վրա բազմաթիվ հարցեր, որոնք որ պետք է քննարկվեն եւ ենթադրում եմ թե հավատավոր հոտը, եթե մենք լրատվամիջոցներս ձեզնից ակնկալում ենք, սպասում ենք բազմաթիվ հարցերի պատասխան, այդ իրավիճակում իսկապես հնարավոր չէ ստանալ, ուստի շնորհակալություն այս հնարավորության համար։ Իշխանությունները անընդհատ մեղադրում են հայ եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու, ավելին ուսակցական գործունեությամբ զբաղվելու համար։ Ես այդ նուրբ գիծը, որն է քաղաքականությամբ զբաղվել եւ որն է լինել հանձնառու ազգային կյանքին, ես պատկերացնում եմ, բայց վստահաբար ինքը ենթարկվում է մանիպուլյացիաների։ Կարող եք դուք ձեր պատկերացումը ասել, այ որն է քաղաքականությամբ զբաղվելը, որտեղ եկեղեցին գործ չունի, իսկ որտեղ եկեղեցին ոչ թե գործ ունի, այլ պարտավոր է լինել։ Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները։ Եկեղեցին համայն ազգի հոգևոր կառույցն է, հաստատությունն է։ Եվ որևէ մի կուսակցության հովանավոր լինել, նրանց գործընթացների մեջ ներգրավվել, կնշանակի դադարել լինել համայն հայության եկեղեցի։ Բոլոր անդամները կուսակցությունների հայ եկեղեցու զավակներ են։ Եվ եկեղեցին նորից եմ կրկնում, երբեք քաղաքականության մեջ ներգրավված չէ։ Սակայն մեր երկրին, մեր ժողովրդին հուզող հարցերի խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնչեղություն են ստացել եւ վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կանգնեցնել մեր ժողովրդին, եկեղեցին առաջնային պարտականություն ունի այդ հարցերի առնչությամբ իր խոսքը հնչեցնել, իր դիրքորոշումը արտահայտել ի պաշտպանություն մեր ժողովրդի եւ հայրենիքի շահերի։ Երբ որ եկեղեցու վրա ուժ գնացան ճնշումները, սկսվեցին հարձակումներ, գռեհկաբանություններ, կալանավորվեցին սրբազաններ, եւ ոչ միայն սրբազաններ, ընդհանրապես հոգեվորականներ, այդ ընթացքում պետք է որ լինեին կամ կային միջազգային արձագանքներ, հա, մանավանդ քույր եկեղեցիների կողմից, քրիստոնեական աշխարհի կողմից։ Ձեզ անձամբ բավարարեց այն արձագանքը, որ կար միջազգային հանրության, քրիստոնեական եկեղեցիների կողմից, եւ ձեզ եւ ինչպես կգնահատեք հայ առաքելական եկեղեցու 3 մյուս նվիրապետական աթոռների, Մետիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հանրային կեցվածքը այդ ժամանակ, Պոլսո հայոց պատրիարք Սահակ Պատրիարքի Մաշալյանի կեցվածքը եւ Երուսաղեմի պատրիարքի Նուրհան arczepiskopos-ի կեցվածքը, շնորհակալություն։ Միջազգային հանրությունը դա համարել է երկրի ներքին խնդիր եւ որևէ ձևով չի արձագանքել։ Հակառակ որ մենք համապատասխան գրություններ հղել ենք զանազան կառույցների։ Սակայն քույր եկեղեցիները եւ եկեղեցական կառույցները, ինչպես եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Եվրոպական եկեղեցիների միությունը, պատշաճ կերպով արձագանքել են եւ իրենց զորակցությունը հայտնել մեր Սուրբ եկեղեցուն։ Մենք բարձր ենք գնահատում եւ շնորհակալ ենք մեր քույր եկեղեցիների հոգևոր պետերին։
մեզ աջակից են եղել մեր նվիրապետական աթոռների գահակալները, ինչպես Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը, այնպես Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան arczepiskopոսը, այնպես եւ Պոսո հայոց պատրիարք Տեր Սահակ arczepiskopոսը։ Այդ առումով մեր եկեղեցին միասնական է եւ միական։